Բարեցես։ Բարեցես։ Բացակայություններ երեխաներ։ Ոչ։ Երեխաներ, այսօր մեր դասի թեման է ուղիղ հավասարումը, գծային ֆունկցիայի իրավությունները։ Թեման մենք արդեն ուսումնասիրել ենք։ Այսօր ամրապնդելու ենք թեման, որի արդյունքում դուք ավելի լավ կհասկանաք թեման, կկիրառեք, կվերլուծեք եւ դասի վերջում ամփոփումը կկատարենք թեստի միջոցով։ Լավ։ Հիմա սկսենք աշխատել, տեսնենք բոլորը նայում են գրատախտակին, տասեք ինչ է պատկերված։ Ասա Մարիա ջան։ Կոորդինատային համակարգ։ Կոորդինատային համակարգ, լավ, շնորհակալություն։ Նարէ։ Գծային ֆունկցիայի գրաֆիկ։ Գծային ֆունկցիայի գրաֆիկ, շնորհակալություն։ Երեխաներ, ասեք, որ այստեղ սխալ կա։ Մտածեք, գտնեք սխալը։ Ասա Լիսանա ջան։ Դրված գրաֆիկը չի համապատասխանում դրված բանաձևին, որովհետև դրված բանաձևի համաձայն պետք է գրաֆիկը անցներ 0 կետ։ Շնորհակալություն։ Երեխաներ, ևս մեկ անգամ դհիշենք, թե ինչ է գծային ֆունկցիան։ Ասա Նարէ ջան։ Y-ը հավասարակայից գումարացնել բանաձևով տրվող ֆունկցիան, որտեղ կան երբեն թվեր են, այդ ֆունկցիան կոչվում է գծային ֆունկցիա, կամ կոչվում է անկյունային գործակի դիսկրետ ազատ անդամ։ Լավ, շնորհակալություն Նարէ ջան։ Երեխաներ, կայից կախված, ինչպիսի կարող է լինել գծային ֆունկցիան։ Տեսնեմ, ասա Մարիա ջան։ Կամ մեծ է 0 անդամ ֆունկցիան աճում։ Կան 0 մեծ 0 դեպքում ֆունկցիան աճող է։ Ասա Թամարա ջան։ Կամ փոքր 0 դեպքում ֆունկցիան նվազում է։ Վիաչեսլավ։ Կամ հավասար 0 դեպքում ֆունկցիան հաստատում է։ Լավ, շնորհակալություն երեխաներ։ Ով կասի երեխաներ, պատկերված ֆունկցիաներից որ գույնով պատկերվածն է, որ նվազող է։ Ասա։ Ապրես լավ է, կարմիր գույնով պատկերված ֆունկցիան նվազող է։ Երեխաներ, ինչպես նշեցինք, ֆունկցիայի գրաֆիկը կախված է կայից, ինչպես նաև կախված է b-ից։ Հիմա մենք օգտագործենք մեր սիրելի ծրագիրը, գեոգեբրա ծրագիրը, դինամիկ մաթեմատիկա ծրագիրը եւ դրա միջոցով ավելի լավ կհասկանանք կայից եւ b-ից կախված ինչպես է փոխվում ֆունկցիայի գրաֆիկները։ Այստեղ i-ի եւ այստեղ գործակիցը գործակիցները որոնք են երեխաներ։ Այստեղ մենք ուտքադրենք մեր ուղիղ գծի բանաձևը, որն է բանաձևը Y-ը հավասար է -5x։ կոնկրետ այս դեպքում ընդհանուր դեպքը կասել Y-ը հավասար է kx գումարած b։ Լավ, ապրեք kx գումարած b։ Հիմա եթե մենք այստեղ տեղաշարժենք գրաֆիկը կան եւ b փոխելով գրաֆիկի տեղափոխությունները կտեսնենք։ Հիմա տեսեք երեխաներ, կան ինչպիսի արժեքներ են ընդունել։ Բացասական, շատ ապրեք, բացասական արժեքների դեպքում ինձ կասեք x-երի առանցքի հետ ուղիղ գիծը ինչ անկյուն է կազմել։ X-երի դրական առանցքի ինչ անկյուն է կազմում։ Ասեք Լիսանա ջան։ Ինչպիսի անկյուն է երեխաներ։ 8 անկյուն է։ Իսկ եթե կան դրական վերցնենք, այդ անկյունը կստացվի 8։ Հիմա տեսնենք, թե b-ն ինչ վերակատարություն ունի այստեղ։ Երբ փոխում եմ b-ի արժեքը, ինչ ենք նկատում, b-ն ինչ է ցույց տալիս։ Տեսեք։ Որտեղ է հատվում y-ները։ Շատ ապրեք, y-ների առանցքի հետ հատման կետն է ցույց տալիս։ Իսկ ինչպես ենք մենք կառուցում ֆունկցիայի գրաֆիկը։ Ինչպես ենք կառուցում։ Ասեք Լիսանա։ Ինչպես է կառուցում ուղիղ գիծը, կոորդինատային համակարգը։ Y-ը հավասար է x Կոնկրետ ֆունկցիայի դեպքում ինչպես կառուցենք։ այս ֆունկցիայի դեպքում Ընդհանուր դեպքում մենք արժեքներ ենք տալիս։ Լավ, արժեքներ ենք տալիս ինչի՞։ x-ին եւ y-ը գտնում ենք x-ի։ Y-ը x-ի ֆունկցիա է։ Լավ, երեխաներ։ Հիմա քանի որ հասկացել եք, շարունակենք։ Հիմա կմոտենանք գրատախտակին եւ կհամապատասխանեցնենք բանաձևը ֆունկցիայի։ Լավ, երեխաներ։ Սկսի արած։
վախենում երեխաներ ակտիվ մասնակցում։ Չենք վախենում սխալվելուց։ Դա նստիր, հաջորդը Ամալիա։ Հենց առաջին վերցրու, համապատասխանեցրու։ Դա նստիր, հաջորդը Այշավեր։ Նստիր, հաջորդը Արինա։ Կիսաներ։ Հիմա տեսնենք, թե ովքեր են սխալ կատարել առաջադրանքը։ Երեխաներ նայում եք դրա դաշտակին, տրված է կետ և տրված է ուղիղ, ընդ որում կետը չի պատկանում այդ ուղին։ Ա կետով քանի ուղիղ կարող ենք տանել։ Իսկ ա կետով քանի ուղիղ կարող ենք տանել, որոնք զուգահեռ կլինեն տրված ուղին։ Ասա այս։ Ա կետի զուգահեռ կարող ենք տանել միայն մեկ ուղիղ։ Ինչի իմացանք, որ մեկը զուգահեռ ուղիղ կարող ենք տանել։ Զուգահեռության աքսիոմ։ Ապրես, այս զուգահեռության աքսիոմը։ Հիմա առաջարկում եմ բոլորս միասին նայենք։ Բարև ձեզ։ Կոորդինատային հարթության վրա նշենք A կետը, որի կոորդինատներն են 2, 7։ Այդ կետով անցնող անվերջ ուղիղներ կան, քանի որ պտտելով ստանում ենք անվերջ քանակությամբ ուղիղներ։ Հիմա փորձենք գտնել այդ ուղիղներից այն մեկը, որը զուգահեռ է y-ը հավասար է 2x-1 հավասարման միջոցով որոշվող ուղիղի գրաֆիկին։ A կետի շուրջը պտտելով տեսնում ենք, որ այդպիսի ուղիղ կա։ Հենց այս ուղիղ հավասարումն է պետք է գտնենք։ Այդ ուղիղ հավասարումը գրենք y-ը հավասար է kx + b տեսքով և փորձենք գտնել k և b գործակիցները։ Y-ը հավասար է 2x-1 ուղին զուգահեռ անվերջ ուղիղներ կան, բայց դրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ նույն անկյունային գործակիցը։ Վերհիշենք, որ զուգահեռ ուղիղներ ունեն նույն անկյունային գործակիցը։ Այսպիսով, y-ը հավասար է 2x-1 և y-ը հավասար է kx + b արտահայտություններում անկյունային գործակիցները, այսինքն x-ի արտադրիչները պետք է իրար հավասար լինեն։ Սա նշանակում է, որ կան հավասար է երկուսին։ Այսպիսով, փնտրվող ուղիղն ունի y-ը հավասար է 2x + b տեսքը։ Մենք օգտագործեցինք զուգահեռ լինելու փաստը, բայց դեռևս չեք օգտագործել A կետով անցնելու պահանջը։ A կետով անցնելու համար անհրաժեշտ է, որ ուղի հավասարման մեջ x-ի փոխարեն 2 տեղադրելու դեպքում y-ի արժեքը ստացվի 7։ Տեղադրելով կստանանք 7-ը հավասար է 2 անգամ 2 + b։ Լուծելով այս պարզ հավասարումը կստանանք 7-ը հավասար է 4 + b, այսինքն b-ն հավասար է 3-ին։ Ամփոփենք 2-7 կետով անցնող և 2x-1 ուղին զուգահեռ ուղիղ հավասարումն է y-ը հավասար է 2x + 3։ Երեխաներ, ֆունկցիաները շատ կիրառելի են տարբեր ոլորտներում։ Գծային ֆունկցիան կիրառվում է օրինակ բիզնեսում, ֆիզիկայում, առօրյա կյանքում։ Հիմա մի կիրառելի խնդիր կքննարկենք, բայց մինչ այդ դասարանը պետք է բաժանվի խմբերի։ Հա՞։ Երեխաներ, խմբերն արդեն ձևավորված են։ Լուծելու եք հետևյալ խնդիրը՝ մոմերից մեկն ունի 20 սանտիմետր բարձրություն և ամեն րոպե կարճանում է 2 սանտիմետրով։ Մյուսն ունի 15 սանտիմետր բարձրություն և ամեն րոպե կարճանում է 1 սանտիմետրով։ Քանի րոպե հետո մոմերը կունենան միևնույն բարձրությունը։ Հանձնարարությունը այսպիսին է։ Խմբերից մեկը խնդիրը լուծում է գրաֆիկական եղանակով։ Առաջին խումբը լուծում է գրաֆիկական եղանակով։ Երկրորդ խումբը խնդիրը լուծում է հավասարում կազմելու միջոցով, իսկ երրորդ խումբը խնդիրը լուծում է առանց անհայտ օգտագործելու։ Պարզել առաջադրանքը։ Այո,
ներկայացնում եք լուծումները։ Առաջինը կներկայացնի Աշոտը։ Առաջին հարցով 20-ից հանել ենք 15, որպեսզի ստանանք, թե առաջին ոմը քանի սանտիմետրով է երկար երկրորդից։ Երկրորդ հարցով 1-ից 2-ից հանել ենք 1, որպեսզի ստանանք, թե առաջին ոմը երկրորդից ամեն րոպե քանի սանտիմետրով ավել է պակասում։ Իսկ երրորդ հարցով էլ ստացել ենք 5 րոպե։ 5 րոպե կպահանջվի, որպեսզի երկու մոմերն էլ ունենան հավասար բարձրություններ։ Լավ, շնորհակալ եմ, հաջորդ նոմերը։ Ով է ներկայացնում։ Այլևս։ Մենք ներկայացրել ենք այսպես, խնդրի լուծումը։ Մեր խումբը խնդիրը լուծելու հետևյալ կերպ, ենթադրենք մոմերը կհավասարվեն x րոպե հետո, եթե 1 րոպեում մոմը կարճանում է 2 սանտիմետրով, x րոպե հետո կունենա 20-ից հանած 2x, երկրորդ մոմը x րոպե հետո կունենա 15-ից հանած x բարձրությունը, ըստ խնդրի պահանջի, x րոպե հետո մոմերը կհավասարվեն, ստանանք հետևյալ հավասարումը, 2x, 20-ից հանած 2x, որը հավասար է 15-ից հանած x, 2x-ից հանած x-ը հավասար է 20-ից հանած 15, x հավասար է 5։ Շնորհակալություն, իսկ եւ վերջին նոմերը։ Պետք է գուցե գրաֆիկական եղանակով։ Սա հաջողենք։ Հետո ֆունկցիաների համակարգել եւ միացնել եւ ներհատվել են 10x-ին Շնորհակալություն, երեխաներ, դասն այսօր ամփոփելու ենք թեստի միջոցով։ Հիմա ես ձեզ կուղարկեմ քուիզից հարթակով կազմված թեստ, կբացեք թեստը եւ սկսեք աշխատել, լավ։ Դրա համար կտրվի ժամանակ։ Երեխաներ, ժամանակը սպառվեց։ Ըստ արդյունքների, առաջին հորիզոնտալը զբաղեցրեց ճիշտ պատասխաններով Աշոտը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շավաշը եւ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էմին։ Խնդրում ենք, որ ոտքի կանգնեն։ Շատ ապրեք, հիմա շնորհավորում ենք հաղթողներին, եկեք ծափահարենք։ Շնորհակալություն դասի համար երեխաներ։